կրթության տեսանկյունից, այլ նաև զբոսաշրջության տեսանկյունից նոր հնարավորություններ կբացի այս համայնքի եւ բնակավայրի համար։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, պարոն Մանթաշյան։ Շնորհակալություն, ուզում էի նաև ես էլ լրացնել, ճիշտ ասած լրիվ համամիտ եմ, նաև համակարծիք, ուզում էի նշել, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը իր աջակցությունը հայտնել էր այս ծրագրին ու նաև մի կարևոր նյութ կուզեի նշել, որ մենք ոլորտի տեսանկյունից տեսնում ենք, որ վաղ հասակում, երբ որ մասնագետներ, ապագա մասնագետներ ավելի շուտ են սկսում առնչվել նման տեխնոլոգիաներին ու հասկանալ, թե ինչպես կարելի է իրենց հետ վարվել, իրանք ավելի պատրաստված են լինում եւ նոր այս մեր ժամանակներում այն մարտահրավերները, որ նաև աշխատանքի շուկայում կառաջանան տարբեր տեխնոլոգիաների ի հայտ գալով, իրանք ավելի բարձր ադապտականություն են ունենում, հարմարողականություն։ Նման իրավիճակներում արդեն Տիկին Անդրեասյանն նշեց հաջող փորձը Թումոյի, Արմատի եւ Կոաֆի, բայց նաև կուզեի մի դեպքել պատմեի, կոնկրետ Թումոյում, որ մենք ականատես եղանք, երեխաները, որոնք որ 12 տարեկանում, 13 տարեկանում այդ նման միջավայրում են գտնվում, նույն արհեստական բանականության հասանելի գործիքների կիրառության շուրջ իրանց պատկերացումները շատ ավելի վաղ հասակում ձևավորվելով աշխարհի լավագույն քաղաքականության ռեկոմենդացիաները արդեն իրենք են ձևավորում, իրանց մոտ դառն ձևավորված այլն, իրանց գրեթե սովորացնել պետք չի լինում։ Մի դրվագ կարող եմ պատմել, որ 12 տարեկան մի երեխա կոնկրետ ինքը իր ծնողներին թե տատիկներին խորհուրդ էր տալի, թե ինչքան վստահ են, ինչքան չվստահ են, որտեղ ոնց օգտագործեն, պատմում էր, որ հիմնականում բոլոր իր դասարանցիները օգտագործում են դասերը, որպեսզի հուշեն օգտագործեն, բայց ինքը համաձայն չէր դրա հետ, ասում էր պետքա ամեն դեպքում դասատուին հարցնենք լսարանում, դա իրան օգնում է, որպեսզի ինքնավստահություն ձևավորվի առարկայի շուրջ, այսինքն ձևավորվում է սրա շուրջ որոշակի պատկերացումներ, որոնք որ օգնում են ավելի լավ տեխնոլոգիան կիրառել եւ այդ իմաստով ինչքան մարզերում նման կենտրոնները ավելանան ու նման նախաձեռնություններ լինել, կարծում եմ որ պետք է աջակցել, որտեղ լրացուցիչ ձգողության կենտրոն է ձևավորվում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Մանթաշյան, պարոն Խուդասյան։ Իհարկե պարոն փոխվարչապետն ինչ հիմա կասեմ վատատեսական չի։ Վստահ եմ, որ այս ծրագիրը, ինչպես նաև ML mining-ի, ինչպես նաև նախորդի վաստատած մեր ծրագրերի մեծամասնությունը իրականություն են դառնալու, բայց նաև այստեղ իրավական մեխանիզմներ ենք սահմանել եւ այս դեպքում եւ նախորդ զեկուցված հարցի դեպքում, եթե հողը չծառայի այն նպատակով կամ այդ ժամկետի խախտում լինի, մեկի դեպքում 2028 թվականներ, ML mining-ի դեպքում 2030 թվականը, հողը ենթակա է հետ վերադարձման համայնքի, այսինքն այս իրավական մեխանիզմները հստակ սահմանված ունենք։ Դա իհարկե լավ է, որ մենք նաև մեխանիզմներ ունենք, որով կարող ենք հետագայում մշտադիտարկել ծրագրի իրականացման ընթացքը եւ խրախուսել, որ նախապես հայտարարված նպատակներից շեղումներ չլինեն, բայց եկեք պարոն Խուդասյան մտածենք, որ եթե հանկարծ առաջանան այնպիսի խնդիրներ, որոնք մենք պետք է օգնենք լուծել, որ ծրագիրը հասնի նպատակին, պետք է գնանք այդ ճանապարհով եւ չմտածենք հողը վերադարձնելու մասին։ Բայց ես հասկացա, դուք նշեցիք հենց սկզբից, որ իհարկե ամենևին դա նկատի չունեիք։ Մենք ունեցել ենք նաև, դուք գիտեք լավ, որ բազմաթիվ այլ նման օրինակ հարցերի քննարկումներ, երբ որ ավելի լավ մտածված եւ ավելի պաշտպանված մեխանիզմներ պետք է ունենանք, որոնք խրախուսում են կամ խթանում են, որ նախապես հայտարարված նպատակին հասնենք։ Մենք 3 աշխատանքային մի քննարկում ունեինք գործընկերների հետ, Արդարադատության նախարարության, կադաստրի կոմիտեի եւ մյուս գործընկերների եւ հասանք այդպիսի մի կետին, խոսքը Սյունիքի մարզում նախապես հայտարարված տարիներ շատ տարիներ առաջ հայտարարված մի ծրագրի մասին էր, որը որ նպատակով հայտարարված էր, բայց տարիներն անցել են ու մենք հիմա քննարկում ենք, թե ինչ պետք է անենք, որ ասված եւ չարվածը դառնա իրականություն։ Եվ կան բացեր, որոնք որ նաեւ մեր կարգավորների տիրույթում են, պետք է փորձենք դրանք լրացնել, այնպես ինչպես դուք նշեցիք քիչ առաջ, որ իհարկե մեր նպատակը իրացվի, այն է տեխնոլոգիական տվյալ դեպքում կենտրոնը գործի նաեւ իշահեն մեր քաղաքացիների, ովքեր բնակվում են այդտեղ։ Ես մի կարևոր միտք կուզեի ավելացնել, որ իհարկե նոր բան չի որ կասեմ, բայց նորից ուշադրության արժանի հարց է։ Հատկապես այս եղանակով ձևավորվող կենտրոններն են, որովհետեւ պարոն Խուդասյան, դուք ձեր խոսքին սկզբում նշեցիք նաեւ, որ այնտեղ պետք է լինեն սկսող կազմակերպություններ, որոնք որ այդ միջավայրում պետք է հիմնավորվեն եւ գործեն, դրանք նաեւ
մեր գյուղական բնակավայրերը ամրացնելու ուղղությամբ նախաձեռնություններ են, որովհետև եթե տեխնոլոգիական այսօր ինչ է, ինտերնետ կապ մեր բոլոր գյուղական բնակավայրերում գուցե եւ արդեն բարձր որակի է կամ գրեթե այնքան բարձր որակի է, որ նման կենտրոններ ձևավորվելու եւ նման եղանակով ծառայություններ մատուցելու խոչընդոտներ այլևս չկան, եւ սա նշանակում է, որ երբ որ փորձառու մարդիկ հայտնվում են այդպիսի կենտրոններում եւ իրենց շուրջ հավաքում են արդեն սկսող երիտասարդներին, դա մեկ հնարավորություն է, որ մարդիկ շարունակեն մնալ իրենց հարազատ միջավայրում, բնակվեն այդ բնակավայրերում, հաղորդակցվելով են առաջատար տեխնոլոգիաների հետ եւ եկամուտ ստեղծելու հնարավորությունների հետ, որոնք կան։ Այսինքն այս տեսանկյունից է, որ մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք այս հարցին նաեւ եւ ձեզ հետ մնացած բոլոր դիտարկումներում իհարկե համաձայն եմ։ Այլ նկատառումներ կան, պարոն Մանթաշյան։ Մի բան եք ուզեի հավելեի ի շարունակություն այդ մտքի, որ տվյալ հիմնադրամը մի հաջող պրոյեկտ արդեն ունի, որ Փարաքյար համայնքում է, այդ հայկական ծառար տեխնոլոգիաների կենտրոնն է, թե ճիշտ եմ ասում, Անդրեսն քոլեջը, որը որ